Շնորհակալ եմ, պարոն Ավինյան, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ մենք Երևան քաղաքում 3 խոշոր բնապահպանական եւ այսպես ասած կյանք ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված 3 խոշոր ծրագիր ունենք, դրանցից մեկը Հրազդան գետի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, հաջորդը Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու մասին է եւ հաջորդը Նոր Նորքում նախորդ կառավարության նախորդ նիստերից մեկում մենք խոսեցինք արդեն վերադարձված հողերի վրա Նոր Նորքասցի Նորք Մարաշում, այո, ավելի քան 7 հեկտար տարածքի վրա էլի անտառային քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու նախագծի մասին է եւ ըստ էության այս հատվածով մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը, այստեղ կարևոր է նաեւ այն, որ տվյալ հատվածը ինքը արդեն ապրում է որպես այդպիսին, այսինքն եւ հատկապես շաբաթ-կիրակի օրերին, նաեւ աշխատանքային օրերին մարզվող, վազքով, քայլով զբաղվող, հեծանիվով զբաղվող, ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ եւ հիմա մեր խնդիրը այդ գործունեությունը կամ այդ ժամանցը ավելի հարմարավետ դարձնելն է, որովհետեւ այստեղ խնդիրը ինչ է, ես էլ քանի որ տեղում եղել եմ եւ ուսումնասիրել եմ իրավիճակը, որ խնդիր կա, որ մարդը այդտեղ ավելի երկար ժամանակ անցկացնելու համար ունի որոշակի սահմանափակումներ, որովհետեւ դե վազքը վազք, սպորտը սպորտ, հեծանիվը հեծանիվ, բայց դա անընդհատ չի, այսինքն լավ, ժամուկես 2 ժամ զբաղվում ես դրանով, մի բաժակ թեյ, սուրճ խմելու կամ ուղղակի նստել հանգստանալու անհրաժեշտություն կա եւ հիմա ամբողջը արվում է այդ ժամանցի այդ ձևը հնարավորինս այդ տարածքում երկարացնելու եւ հնարավորինս ինչպես ընդունված է ասել էկո միջավայրում անցկացնելու հնարավորություն ստեղծելու եւ հարմարավետ դարձնելու եւ երկարացնելու մասին է։ Իհարկե մենք տեղում նախագիծը նայել ենք, այսինքն եւ շատ լավ նախագիծ է եւ պետք է պարզապես իրականացնել այն տրամաբանությամբ, որ մենք Հրազդանի կիրճի ավելի խոշոր հատվածը, ինչպես ասեց պարոն Ավինյան, ուսումնասիրված է, հիմա կառավարությունը իր աշխատանքը պետք է անի, ազգային ժողովում մեր գործընկերները հույս ունեմ կընդունեն այդ օրենքը, որից հետո արդեն տարածքը հատուկ կարգավիճակ կստանա, որովհետև ցավոք սրտի այդտեղ էլ մենք դեֆորմացիաներ ունենք, իհարկե մենք այդտեղ շատ ցանկություն չունենք, որպեսզի անհարմարավետություններ ստեղծենք, այդ թվում ներդրումների համար, նրանք, որոնք կարող են համատեղվել այդ տրամաբանության մեջ, ինտեգրվել այդ տրամաբանությանը, մենք խնդիր չենք տեսնում, բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ դա հսկայական մեծ տարածք է եւ շատ մեծ պոտենցիալ ունի եւ Երևան քաղաքում ընդհանուր առմամբ եւ օդի որակի եւ կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի եւ մենք այդ նախագիծը պետք է սկսենք իրականացնել եւ այսպիսով սկսում ենք իրականացնել։